Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1402-րդ օրն է, չնայած հանգստյան օրերին նորությունները շատ են, շատ հետաքրքիր, սակայն ես կփորձեմ ձեզ փոխանցել միայն այն տեղեկատվությունը, որը կարևոր է մեր լսարանի համար։ Զելենսկին պատրաստ է Ամերիկա մեկնել, գիշերը ուկրաինական դրոններն ու հրթիռները կրկին հասել են Ռուսաստանի եւ օկուպացված տարածքների կարևոր օբյեկտներին, նույնիսկ Ռուսաստանի հեռավոր արևելքում են պայթյուններ հնչում, կա եւս մեկ գեներալի տարօրինակ մահ Ռուսաստանում։ Պուտինյան ռեժիմն էլ իր հերթին հարվածել է Ուկրաինայի քաղաքացիական եւ էներգետիկ օբյեկտներին։ Իդեպ, մինչ Ռուսաստանի զինված ուժերը փորձում են ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ համակարգը, Ռուսաստանի Սարատով քաղաքում ուժեղ սառնամանիքի պայմաններում շուրջ 100,000 բնակիչ մնացել է առանց ջեռուցման, իսկ Սվերդլովի մարզի Սերով քաղաքում եւս գրեթե 20,000 բնակիչ մնացել է առանց ջերմամատակարարման, երբ դրսի ջերմաստիճանը հասնում է մինչև -40-ի։ Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարեցնում հարվածները ռուսական թիրախների ուղղությամբ։ Նախօրեին հարված է հասցվել Ռուսաստանի Ադիգեայի հանրապետությունում գտնվող ռազմական օդանավակայանին, Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից մոտ 500 կիլոմետր հեռավորության վրա։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով թիրախը խոցվել է, տեղում հրդեհ է բռնկվել։ Խոսքը Խանսկայա ռազմական օդանավակայանի մասին է Մայկոպ քաղաքի շրջակայքում Ադիգեյա հանրապետությունում, որը որ Ռուսաստանի կազմում է։ Ուկրաինական գլխավոր շտաբի տեղեկություններով թիրախը հաջողությամբ խոցվել է եւ հարվածի վայրում հրդեհ է առաջացել։ Խոսքը վերաբերում է թիվ 55661 ռազմական մասի, իրենց լեզվով военная часть, որտեղ տեղակայված է երկրորդ կարգի 272-րդ ուսումնական ավիացիոն բազան։ Իդեպ հայտնի են դարձել Տալյատիի վերջերս իրականացված հարվածի նոր մանրամասները։ Ուկրաինական հարվածի հետևանքները Ռուսաստանի խոշորագույն քիմիական գործարանի Տալյացի ազոտի վրա պարզվել է, որ շատ ավելի լուրջ են, քան նախկինում ենթադրվում էր։ Հատկանշական է, որ տարածաշրջանի նահանգապետը հաստատել է հարվածի փաստը, սակայն ստել էր հայտարարելով, թե հարձակումները հետ են մղվել, սակայն ընդհանուր առմամբ մեզ համար միևնույն է, թե ինչ են ասում ռուսական իշխանությունները։ Գլխավորը այն է, որ մեր դրոնները զրկում են Պուտինին պատերազմի ներուժից։ Ներուժից խոսեցինք, Ռուսաստանի տնտեսությունը իր հերթին չի դիմանում պատերազմի տեմպին, նավթագազային եկամուտների նվազման ֆոնին ամրապնդվող ռուբլին դառնում է ուղղակի նոր հարված ռուսական ֆինանսներին։ Բլումբերգի տվյալներով 25 թվականին ռուբլու կտրուկ ամրապնդումը անակնկալի է բերել շատերին եւ կարող է վերջնականապես խարխլել այն տնտեսությունը, որն արդեն գործում է ռազմական ռեժիմով։ Խիստ դրամավարկային քաղաքականությունը, վարկավորման դանդաղումը, խնայողությունների ակտիվության աճը, աշխատուժի պակասը, ինչպես նաև արտահանման կրճատումը ուժեղ ռուբլու պայմաններում լուրջ հարված են հասցրել ռուսական տնտեսությանը։ Ռուսաստանը կանգնել է զենք կամ կարագ առուժեիլի մասլը ընտրության առաջ, թույլ տնտեսության պատճառով, որն այլևս ի վիճակի չէ միաժամանակ պահել ռազմաարդյունաբերական համալիրը եւ քաղաքացիական ոլորտը, ավտոարդյունաբերության անկումը, մեքենաշինության փլուզումը եւ այլ ոլորտներում առկա խնդիրները վկայում են այն մասին, որ Ռուսաստանում սկսվել է ամենածանր շրջանը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Տնտեսության մի շարք հատվածներում անկումը ստացել է լիարժեք փլուզման բնույթ։ Փորձագետների կարծիքով ներկայումս Ռուսաստանը գտնվում է ամենավատ վիճակում լայնամասշտաբ պատերազմի սկսվելու պահից ի վեր։ Այս ֆոնին Ռուսաստանի գործընկերների մոտ եւս ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան կցանկանային Մոսկվայում։ Հնդկաստանը արմատապես փոխել է իր պաշտպանական ռազմավարությունը, նախապատրաստվելով Չինաստանի հետ հնարավոր պատերազմին, մինչ Չինաստանը տասնամյակներ շարունակ ճանապարհներ էր կառուցում սահմանի մոտ, Հնդկաստանը հույսը դնում էր լեռների վրա որպես բնական արգելք։ Սակայն 2020 թվականի իրադարձությունները ստիպեցին Նյու Դելհիին վերանայել իր ծրագրերը։ 20 թվականին Չինաստանի հետ սահմանային հակամարտությունը ստիպեց Հնդկաստանին հրաժարվել դատարկ Հիմալայների ռազմավարությունից եւ հիմա շտապ կերպով փորձում է զարգացնել ռազմական ենթակառուցվածքը այդ ռեգիոնում, որը երկրին անհրաժեշտ կլինի Չինաստանի հետ պատերազմի դեպքում։ Զգում եք, չէ՞, կարծես ամբողջ աշխարհը պատերազմի է պատրաստվում։ Իսկ այս ֆոնին ռուսական տեղեկատվական դաշտում զեթնիկները լաց են լինում ոչ միայն Կուպյանսկի համար, ռուսական զինված ուժերի փորձը նոր հատվածում ճեղքել սահմանը Խարկովի մարզում ավարտվել է չափազանց մեծ կորուստներով։ Ռուսական բանակը խնդիրներ ունի ոչ միայն Կուպյանսկում, ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել Խարկովի մարզում գտնվող սահմանամերձ Սոտնիցկի Կազաչոկ գյուղում, այնինչ տեղի է ունենում դեկտեմբերի 25-ին, բացահայտ պատմել է Սևերնի կանալ Z ռեսուրսը, որը կապ ունի ռուսական զինված ուժերի հետ։
Նրանց տվյալներով ռուսական հրամանատարությունը այնտեղ կուտակել է լուրջ խմբավորում դեպի Բարանովկա եւ Բասովե գյուղերի ուղղությամբ ճեղքում կատարելու համար։ Առաջադրանքը կատարելիս օկուպանտները կրում են չափազանց մեծ կորուստներ, հարձակում, ձախողում եւ կրկին նույնը։ Այսպես է Z հալիքը նկարագրում իրավիճակը ռազմաճակատի այդ հատվածում։ Միջելոց Կուպյանսկի մասին շատ է խոսվում։ Սա ինձ թվում է մեր լսարանի համար եւս մեկ արգումենտ է, որ ասում ենք ռուսների գրավածը դա դեռ փաստ չէ, հա։ 22 թվականին նրանք շատ ավելի մեծ տարածքներ էին գրավել եւ տեսանք, որ հնարավոր է նրանց ետ շպրտել։ Հիմա նորից են փորձում առաջ գալ, մերոնք նորից են նրանց ետ շպրտում, այնպես որ եթե ռուսները ինչ որ միտեղ մտել են, դա վերջնական չէ։ Վերջնականը մեր վերաբերմունքն է, մեր պայքարի մղումն է։ Եթե մենք պայքարում ենք, ուրեմն հնարավորություն կա Ռուսաստանին ետ շպրտել։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը խթանելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք սոցիալական ցանցերում մեր հեռարձակմամբ։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք, բազում ոգևորիչ կադրեր կան։ Ամերիկայի եւ Ուկրաինայի նախագահներ Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ կիրակի դեկտեմբերի 28-ին, այս մասին հայտնում է Kyiv Post-ը հղում անելով անանուն աղբյուրի։ Նշվում է, որ Թրամփի եւ Զելենսկու հնարավոր հանդիպման վայրը կարող է դառնալ Ամերիկայի նախագահի Մար-a-Լագո նստավայրը Ֆլորիդա նահանգում։ Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ մոտ ժամանակում նախատեսվում է հանդիպում ԱՄՆ առաջնորդ Թրամփի հետ։ Նրա խոսքով ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը զեկուցել է ամերիկյան կողմի հետ ունեցած հերթական շփումների մասին։ Մեջբերեմ Զելենսկուն, մենք ոչ մի օր չենք կորցնում, պայմանավորվել ենք բարձր մակարդակի հանդիպման շուրջ նախագահ Թրամփի հետ մոտ ժամանակում։ Շատ բան կարող է որոշվել մինչև նոր տարի, հայտնել է Զելենսկին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի թիմի անդամներ Սթիվ Ուիթկոֆի եւ Ջարեդ Քուշների հետ, որի արդյունքով հայտարարել է երկարատև խաղաղության համար լավ գաղափարների մասին։ Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Ամերիկան նոր հարվածներ կարող է հասցնել աշխարհի տարբեր կետերում։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը մեկնաբանելով Ամերիկայի հարվածները իսլամական պետության խմբավորման զինյալների դեմ Նիգերիայում նշել է, որ առջևում դեռ շատ բան կա անելու։ Իդեպ ռազմական միտումները նկատվում են ամբողջ աշխարհում, Հնդկաստանի եւ Չինաստանի մասին արդեն խոսեցի եթերի սկզբում, իսկ Ճապոնիան իր հերթին հաստատել է պաշտպանական բյուջեի ռեկորդային աճ։ Ճապոնիայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 26-ին հաստատել է հաջորդ տարվա պաշտպանական ռեկորդային բյուջեն, որը գերազանցում է 9 տրիլիոն յենը, այսինքն 58 միլիարդ դոլարը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ Ռուսաստանի հարվածների ֆոնին Գերմանիայից անմիջապես հետո Շվեդիան լրացուցիչ գրեթե 64 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար։ Հետաքրքիր թեմա Թրամփի պլանների հետ կապված։ Ամերիկյան բիզնեսը կասկածի տակ է դնում Ռուսաստանի հետ համագործակցության նպատակահարմարությունը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։ Դոնալդ Թրամփի թիմը համառորեն ցանկանում է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո բիզնես վարել Մոսկվայի հետ, սակայն ամերիկյան ներդրողները այդ գաղափարից մեծ ոգևորության մեջ չեն։ Այն գաղափարը, թե պատերազմից հետո Ռուսաստանը կարող է վերածվել արևմտյան բիզնեսի համար նոր գրավչության կենտրոնի, ավելի ու ավելի շատ կասկածներ է առաջացնում հենց ներդրողների շրջանում, չնայած Ամերիկայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների լավատեսությանը, բազմաթիվ ամերիկացի գործարարներ նման ակնկալիքները համարում են իրականությունից կտրված։ Այդպիսի վերլուծությամբ է հանդես եկել Wall Street Journal-ը առանձին հոդվածով, կտեղադրեմ մեր Telegram-ում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի մանրամասն ուսումնասիրել թեման։ Շատ ներդրողներ համակարծիք են, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ համաշխարհային տնտեսություն միայն իր քաղաքականության արմատական փոփոխությունից հետո, քանի դեռ դա տեղի չի ունեցել, արևմտյան բիզնեսի համար Ռուսաստանը դիտարկել որպես հեռանկարային շուկա վաղաժամ է, նշում են ինվեստորները։ Դե իսկ Ռուսաստանում շարունակվում է բարձրագույն ռազմական ղեկավարության շրջանում տեղի ունեցող խորհրդավոր մահերի շարանը։ Մոսկվայում
57 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին փոխնախարարը գեներալ գնդապետ Յուրի Սադովենկոն։ Պաշտոնական վարկածով մահվան պատճառը սրտի խնդիրներն են։ Հետաքրքիր է, որ ռուսական ռազմական գերատեսչությունում կոռուպցիոն սկանդալների ֆոնին գեներալի մահը բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Լրագրողները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Սադովենկոն դարձել է պաշտպանության նախարար Շոյգուի ևս մեկ նախկին տեղակալ, որը մահացել է նախարարի պաշտոնանկությունից հետո։ Շոյգուի պաշտոնանկությունից հետո Աքսիոսը ինտրիգային վարկած է առաջադրել։ Լրագրողների հաղորդմամբ Մոսկվան իբր կտրուկ հետ է կանգնել իր սկզբունքային դիրքորոշումից եւ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում մինչեւ համաձայնագրի ստորագրումը։ Ըստ պարբերականի Ռուսաստանը հայտնել է ժամանակավոր հրադադարի պատրաստակամության մասին դեռևս լիարժեք խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ, պայմանով, որ Ուկրաինան անցկացնի հանրաքվե օկուպացված տարածքների վերաբերյալ։ Նախկինում Մոսկվան կտրականապես մերժում էր որևէ զինադադար մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը։ Այս վարկածի առաջադրումը կարող է ունենալ տարբեր նպատակներ։ Աքսիոսը հղում է անում բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։ Ես չեմ բացառում, որ այս կերպ Պուտինը փորձում է կրկին ձգձգել բանակցային գործընթացը նոր տարրեր ներդնելով եւ գնդակը տեղափոխելով ուկրաինական դաշտ։ Մենք կհետևենք զարգացումներին, հատկապես հետաքրքիր է, եթե նման բան լինի, ինչ դիրք կզբաղեցնի Թրամփը, նորից կզիջի ռուսներին, թե ոչ։ Միևնույն ժամանակ պատերազմը շարունակում է ազդել Ռուսաստանի տնտեսության վրա, իսկ տնտեսական ճգնաժամը ավելի է զգացվում շարքային քաղաքացիների կողմից։ Ռուսաստանի բյուջեն արդեն երրորդ տարին անընդմեջ կորցնում է գազի արտահանման եկամուտները այն պայմաններում, որ Գազպրոմի մատակարարումները Եվրոպա հասել են վերջին կեսդարի նվազագույն մակարդակներին, ել չեմ ասում նավթի եկամուտները, իսկ Չինաստան տանող գազատարը անգամ լիարժեք հզորությամբ աշխատելու դեպքում չի կարող փոխհատուցել կորցրած եկամուտները։ Այս մասին գրում է Reuters-ը, հղումանելով Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության տվյալներին եւ սեփական հաշվարկներին։ Տնտեսական անկումը իր հետևից բերում է նաեւ սոցիալական խնդիրներ։ Արդեն 26 թվականին Ռուսաստանում կարող է հասունանալ սպառողական ճգնաժամի գագաթնակետը, որը պայմանավորված է տեղական իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Ռուսաստանցիներին սպասվում է ապրանքների դեֆիցիտ եւ գների արագ աճ մինչեւ 30%։ Լուրջ խնդիրներ են առաջանում նաեւ բժշկության եւ առողջապահության ոլորտում։ Ռուսաստանում արձանագրվել է մկնային տենդի բռնկում, կրիսինայա լիխառատկա իրանց լեզվով։ Տարվա սկզբից կրծողների միջով փոխանցվող այս վարակով վարակվել է ավելի քան 3,500 մարդ, ինչը 1,5 անգամ ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին վկայում են Ռոսպատրեբնadzorի Կազանի գիտահետազոտական ինստիտուտի տվյալները։ Այս բոլոր խնդիրները բնորոշ են քայքայվող պետությանը։ Ես բազմիցս նշել եմ իմ եթերներում, որ նման երևույթները գնալով շատանալու են։ Պուտինի մտքում միայն պատերազմն է։ Նա մտածում է, թե ինչպես փրկվել, եւ մնացած ամեն ինչի համար այլևս ռեսուրսները չեն բավարարում։ Հասանք ռազմաճակատի լուրերին։ Անցած մեկ օրվա ընթացքում մարտի դաշտում տեղի է ունեցել 121 զինված բախում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով Պուտինի բանակը կորցրել է եւս 840 զինծառայող, ինչպես նաեւ 798 միավոր ռազմական տեխնիկա եւ սպառազինություն։ Լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական բանակի ընդհանուր կորուստների թիվը հասել է արդեն 1,202,070 զինվորականի։ Եթե Դոնբասից եւ Խարկովի մարզից լուրերը լավն են ռազմի դաշտից, ապա ցավոք Գուլյայպոլիայի ուղությունից կան նաև վատ լուրեր։ Այնտեղ տերիտորիալ պաշտպանության տերաբարոնայի զորքերը նոր վատ անակնկալ են մատուցել մեզ։ Հիմա հետաքննություն է գնում, հենց մանրամասներ լինեն, ավելի մանրամասն կանդրադառնամ։ Ռուսները այնտեղ տեղական մասշտաբի առաջընթաց ունեն։ Իհարկե կարող ենք իդ բերել, բայց միևնույնն է տհաճ է, որովհետև Դոնբասից եւ Խարկովի մարզից լուրերը իրոք լավն էին։ Եթե Գուլյայպոլիայի կողմից էլ ունենայինք լավ լուրեր, կարելի էր ասել, որ Պուտինը ընդհանրապես ուրախանալու առիթ չունի։ Ինչևէ, սա պատերազմ է, տարբեր բաներ են լինում։ Հուսանք հետաքննության ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Իդեպ Ռուսաստանը մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ չի կարողացել հրթիռ արձակել տիեզերք, դե պատահական չի քանդվող երկրի համար։ Իդեպ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարգևատրել է եւս 607 ուկրաինացի զինծառայողի, որոնցից 249-ը ցավոք հետմահու։ Պարգևատրվածների շարքում, ինչպես միշտ, կան նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչի համար մենք շատ ուրախ եւ ողջավորված ենք։ Ես պարբերաբար ձեզ տեղեկացնում եմ հատկապես Ուկրաինայի նախագահի կողմից պարգևատրվածների թվի մասին։ Այդ ցուցանիշը մոտենում է 200-ի։ Ճշգրիտ հաշվարկը իրականացնում է մեր լավ ընկեր պատմաբան Մաքսիմ Ցարենկոն։
Անցնենք մեր հաղորդման ամենասպասված մասին, երևի, խոսենք Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված հարվածների մասին։ Անցած գիշեր ուկրաինական դրոնները եւ հրթիռները շարունակել են իրենց աշխատանքը ռուսական զինուժի եւ ռազմավարական թիրախների խոցման ուղղությամբ։ Կան շատ ինտրիգային տեղեկություններ Ռուբիկոն հատուկ ստորաբաժանման ռուսական դրոնների օպերատորների ոչնչացման մասին, սպասում ենք հաստատմանը եւ կադրերին, հենց ունենանք տեղեկատվություն, անմիջապես կկիսվենք համ Telegram-ում, համ եթերում կասեմ։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ոչնչացրել են ռուսական կողմի թանկարժեք ռազմական թիրախներ, հաջողությամբ խոցվել են S-300V զենիթահրթիռային համալիրի արձակման կայան, RSP-6M2 ռադիոլոկացիոն կայան, Buk M3 զենիթահրթիռային համալիրի կազմում գտնվող Redut 221 հրամանատարաշտաբային մեքենա, Buk M3 զենիթահրթիռային համալիրի կազմում գտնվող RPN 9S36M ռադիոլոկացիոն կայան, բացի այդ հարված է հասցվել հակառակորդի կողմի օգտագործող պաշտպանական կառույցին զենքի եւ ռազմական տեխնիկայի համար։ Դեկտեմբերի 26-ի գիշերը Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում պայթյուններ են որոտացել, նախնական տեղեկությունների համաձայն կրկին հարված է հասցվել տեղի նավթավերամշակման գործարանին։ Երեկ էլ, ինչպես հիշում եք, Նավաշախտինսկի նավթավերամշակման գործարանն էր խոցվել։ Մարտավարական գործողությունները շարունակվում են թե ռազմաճակատում եւ թե հակառակորդի թիկունքում, Ռուսաստանի քաղաքներում, նույնիսկ հեռավոր արևելքում, Պրիմորսկի երկրամասի Ուսուրիսկ քաղաքում դեկտեմբերի 24-ին երկու պայթյուն է տեղի ունեցել ռազմական մաս 19288-ի 80-րդ Վիցեբսկի կարմրադրոշ կառավարման բրիգադի ավտոկայանատեղիում մեր գուրի հետախուզության տվյալներով Ռուսաստանի Դաշնության զինուժի 80-րդ կառավարման բրիգադի ռուսաստանցի զինվորականները ակտիվ մասնակցություն են ունեցել Ուկրաինայի դեմ ագրեսիային, հայտնի են նրանց կողմից ռազմական հանցագործությունների կատարման փաստեր ժամանակավորապես օկուպացված տարածքներում, խաղաղ բնակչության, այդ թվում երեխաների գնդակահարություններ, արդեն բազմիցս ասել են, որ խաղաղ ուկրաինացիների դեմ հանցագործություններ կատարած բոլոր մեղավորները բացահայտվում են եւ արդարությունը հասնում է նրանց նույնիսկ այնտեղ, որտեղ նրանք ամենաքիչն են սպասում։ Իսկ Պուտինյան Ռուսաստանը նորից շարունակում է թիրախավորել ուկրաինացի խաղաղ բնակիչներին, հրետակոծելով ուկրաինական տներն ու ենթակառուցվածքները, ցավոք կան նաև զոհեր քաղաքացիականների շրջանում, հենց մեր եթերի պահին իմացանք Խարկովում զոհվածների մասին։ Հենց սա է պատճառը, որ Ուկրաինայի շատ գործընկերներ առանձին օգնություն են ցուցաբերում ձմեռվա շրջանում Ուկրաինային եւ հատկապես էներգետիկ ոլորտին, գիտակցելով, որ Ռուսաստանը հատուկ եռանդով է հարվածում էներգետիկ օբյեկտներին։ Վերջին օրերին ռուսները ակտիվացել են նաև լոգիստիկ ուղիներին հարվածներ հասցնելու մասով։ Ուկրաինական կողմը նոր մեթոդներ երևի կկիրառի նման հարվածները կանխելու համար։ Չեմ ուզում շատ ծանրաբեռնեմ ուրբաթ օրվա մեր եթերը։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումները, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, նաեւ բաժանորդագրվեք, դա շատ կարեւոր է ալիքի համար։ Ձեզ լավ ուրբաթ երեկո եւ հանգստյան օրեր եմ մաղթում, իսկ մենք հուսամ կհանդիպենք արդեն վաղը էլ ավելի լավ լուրերով։ Մինչ նոր հանդիպում։